Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Ասուբարի։ Պարոն Սարգսյան, երեք տեղի ունեցավ, այսպես ասած, ուժեղ Հայաստան կուսակցության շնորհանդեսը, որի ժամանակ հայտարարեցին, որ կուսակցության նախագահը միանշանակ ընտրվել է Սամվել Կարապետյանը եւ նաեւ իրենց վարչապետի տեխնացուն է Սամվել Կարապետյանը։ Ընդհանուր առմամբ տրամաբանությունը ինչպես հասկանալ, երբ գիտենք, որ դա հակասահմանադրական է, այսինքն այստեղ արդեն հակասություն կա Սահմանադրության հետ եւ հետո նաեւ արհեստական բանականության միջոցով գեներացված տեսանյութի միջոցով Կարապետյանը ամենատարբեր խոստումներ էր տալիս ուժեղ հզոր Հայաստանի իրենց տեսլականի վերաբերյալ այն դեպքում երբ որևէ արգելք չկար որ տեսանյութով կամ տեսաուղերձով հանդես գար հենց ինքը Կարապետյանը բայց իրենք ընտրել էին արհեստական բանականության տարբերակը Պարոն Սարգսյան հասկանանք ինչին են միտված այս քայլերը եւ արդյոք սա որոշակիորեն նաեւ այսպես ասեմ անարգանք չէ թե ընտրողի թե պետության հանդեպ, որովհետև Նարեկ Կարապետյանը հայտարարում է, որ դուք մեզ ընտրեք, մեծամասնություն տվեք, մենք կգնանք եւ օրենքի այդ դրույթը կփոխենք։ Նախ ասեմ, որ չեմ հետևել համագումարին, չստեմ ասեմ, որ եւ չեմ հետևել նաեւ որտեվ թե իմ համար, իմ կարծիքով, թե պարոն Լավրովի համար Եվ թե Սամվել Կարապետյանի, Նարեկ Կարապետյանին չգիտեմ իր համար այդպես է թե չէ, պարզ է, որ այս ամեն ինչ ավարտ է ունենալու։ Իրենք ակնհայտ է գիտեն, պարոն Լավրովը դա անվանեց մոլդովյան տարբերակ, իսկ մոլդովյան տարբերակը հետևյալն էր, որ Մոլդովայում կար մեծահարուստ, որը միլիարդատեր էր էլի, ավելի հարուստ է, քան Սամվել Կարապետյանը, Շոր է անունը, Ինքը ոչ վարչապետի տեխնացու էր, ոչ էլ կուսակցության նախագահ, բայց ինքը հովանավորում էր մի կուսակցության, որի անունը Մեծ Մոլդովա էր կամ Իմ սիրտը Մոլդովա, եթե խառնում եմ կներեք, էական չի անցել է ժամանակ։ Եվ այդ կուսակցությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովը չգրանցեց։ Ուղղակի, որովհետև դրսից ֆինանսավորվող, դրսում աշխատող, Մոլդովայի բյուջեի կեսի չափ գումար ունեցող մարդը ֆինանսավորում է կուսակցություն, որտեղ ուզում է իշխանության փոփոխություն անել, իշխահ այն երկրի, որտեղ ինքը փող է աշխատում։ Եվ այս կուսակցության չգրանցումը, բացի ռուսներից ուրիշ որևէ մեկը չքննադատեց։ Ամբողջ աշխարհը ընդունեց, որ ճիշտ է։ Այստեղ մեր ձևովը վաբանկ է գնում, ասում է, եւ կուսակցության ղեկավարն է Սամվել Կարապետյանը, եւ վարչապետի տեխնացուն ինքը պիտի լինի, իրենք ակնկալում են, որ իրենք ոչ միայն 50+0 են հավաքելու, այլև այդ խորհրդարանում ունենալու են 2/3, այդ ոնց էլի։ Այսինքն մենակ իրանք են անցնել 2/3, որ կարողանալու են օրենսդրական նախաձեռնությամբ Սամվել Կարապետյանին վարչապետ բերել։ Այդ թքյատները թող պատմեն քաղաքականությունից շատ հեռու կամ քաղաքականության մեջ կապ չունեցող ու ամբիցիոզ իրենց հետևորդների, ովքեր իրենց պաշտպանության նախարար, մարզպետ, քաղաքապետ են արդեն պատկերացնում, չի լինելու թղեք ձեր ամբիցիաները ուրիշ տեղերում փորձեք անելու, որտեվ այդ կուսակցությունը ուղղակի տարբերակ չունի, շանս չունի։ Անկամ պարոն Լավրովը հայտարարեց, որ Հայաստանում մոլդովական տարբերակ, այսինքն իրենք էլ ռուսները արդեն չեն հավատում, որ Հայաստանում իրենք կարող են հաղթել, հետևաբար ասում են, որ Հայաստանում ընտրությունները կեղծվելու են ու մոլդովական տարբերակ են կիրառելու։ Հիմա եթե մեր ձևովում այդ հավատում են, թող հավատան։ Ինչ վերաբերվում է մեր ժողովրդի այն չկողմնորոշած հատվածին, իրենց ասեմ հետևյալ բանը, որ ամենայն հարգանքով Սամվել Կարապետյանին, որ ինքը հայ մարդ է, մեծահարուստ, որ կարող է լուրջ ազդեցություն ունենալ Ռուսաստանում եւ ընդհանրապես հայության որոշակի թևերի ճակատագրի առումով, ու եթե ինքը զբաղվեր միայն դրանով, որ ուներ Ռուսաստանի քաղաքացի չմտներ հայկական քաղաքական դաշտ, միանշանակ արժեր իր հնարավորություններից եւ իր ունեցած կապերից օգտվել։ Բայց այսօրվա իր կարգավիճակը այդ խնդիրն ավելի բարդացնում է, բացատրեմ թե ինչու։ Կա Moscovian Report կոչվող մի ցանկ, որտեղ ներգրաված են Ռուսաստանի 200 բիզնեսի ներկայացուցիչներ։ Ասեմ, որ այդ ցանկը ավելի փոքր է, քան պատժամիջոցների տակ գտնվող կազմակերպություններն, այսինքն ինքը իր էությամբ ավելի խիստ ցանկ է։ Ինչ այդ ցանկում հստակ գրված է Սամվել Կարապետյանի անուն ազգանունը եւ ֆիքսված է, որ Սամվել Կարապետյանը հանդիսանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տնտեսական գործունեության հետ շահկապված աֆիլացված
անց փողերի լվացման առումով։ Այսինքն Միացյալ Նահանգները համարում է Սամվել Կարապետյանին Պուտինի հետ կապված տնտեսական գործունեության շղթայում փողերի լվացման մեջ։ Հետևաբար Սամվել Կարապետյանը Միացյալ Նահանգների հետ, այս ստորագրված փաստաթղթի հետ, թրիպի հետ եւ այլն որևէ կապ ունենալ չի կարող։ Ինքը այն ցուցակում է, որը իր խստությամբ ավելի խիստ ու կասկածների տեղիք է ստեղծում, քան պատժամիջոցների տակ։ Երկրորդ, Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում անցնում է մի քրեական գործով, շեշտում եմ քրեական գործով, որը վերաբերվում է Ֆրանսիայի ամենաթանկ դղյակներից մեկի արք ու վաճառքին, որում Սամվել Կարապետյանը մեղադրվում է Գազպրոմի հետ աֆիլացված լինելով տվյալ դղյակը գնելու եւ այդ կարգով փողերի լվացման համատեքստում։ Իմիջիայլոց ասեմ, որ այս դատական process-ը դեռ գնում է եւ այս դատական process-ում Սամվել Կարապետյանի կարգավիճակը մեղադրյալն է եւ դա քրեական պատասխանատվության է իր մեջ պարունակում, կարող է նման լուծում ունենալ ներառյալ բանտարկությունը։ Այսինքն ստացվում է, որ Սամվել Կարապետյանը նաև Եվրոպայում վստահելի չէ։ Հետևաբար Սամվել Կարապետյանին ու իր թիմին ինչ է մնում։ Չինաստան ու Ռուսաստան։ Հիմա թող Սամվել Կարապետյանն ու իր թիմը կամ մեր ժողովրդի կողմնորոշված հատվածը տա որևէ երկրի անուն, ովքեր Չինաստանի ու Ռուսաստանի հետ են, եւ նրանք բարեկեցիկ կյանք ունեն ու զարգացում են ապրում։ Ո՞վ է Չինաստանի բարեկամը։ Պակիստանը, որը մեր բարեկամ Հնդկաստանի հակառակորդն է, եւ Ադրբեջանի բարեկամը, ով է Չինաստանի բարեկամը, Հյուսիսային Կորեան, այս երկրներն են Ռուսաստանի, Չինաստանի, Միացյալ Նահանգների բարեկամը Հարավային Կորեան է, որ տնտեսական դաշտում մրցակցում է նույնիսկ Միացյալ Նահանգների հետ, թե ռադիոէլեկտրոնիկայի, թե մեքենաշինության եւ անգամ կիսահաղորդիչների դաշտում։ Հարավային Կորեան կիսահաղորդիչներ է արտադրում, աշխարհի այն 5 երկրների մեջ է, որ կիսահաղորդիչներ է արտադրում։ Որտեղից է Հարավային Կորեային այդ տեխնոլոգիաները։ Միացյալ Նահանգները իրենք են տվել, իրենց համար մրցակից են ստեղծել։ Միացյալ Նահանգների մրցակիցը նաև այդ ոլորտում Ճապոնիան է։ Եվ Միացյալ Նահանգների հովանու ներքո է գործում։ Այսինքն այստեղ ընտրություն անելու մեր ժողովուրդը պիտի Աստվածաշնչի առումով նայի պտուղին որոշի ծառը որն է։ Նայեք ովքեր են Միացյալ Նահանգների բարեկամները եւ ինչ արդյունքների են հասել, եւ նայեք ովքեր են ռուսների բարեկամները, Ուկրաինայի հետ անգամ մեկ ազգ են, տեսեք ուր է հասել։ Ու այստեղից հետևություն անեն, որ ասում են Չինաստան եւ այլն։ Մոռացել եք, որ Չինաստանը ռուսների հրահրմամբ Լեռնային Ղարաբաղի պատերազմը դադարեցնելու ֆրանսիացիների առաջարկին մակուն վետո կիրառեց։ Չգիտեմ, Նարեկ Կարապետյանը էս հիշում է թե չէ, բայց ես շատ լավ եմ էս հիշում։ Եվ պիտի ասեմ, որ Չինաստանը իր վարկերը տրամադրում է յուանով, իսկ այդ յուանը երբ որ փոխարժեքի է վերածում, ու այն պայմանները ինչով ինքը որ առաջարկում է, ինքը քաղաքական կախվածության մեջ է դնում։ Չինաստանը պարտադիր պետական երաշխիքներ է ուզում, որպեսզի որևէ երկրում ներդրում անի ու պետությանն է գցում կախվածության մեջ։ Այն դեպքում, որ համաշխարհային բանկն ու IMF-ը այդ չեն ուզում։ Միացյալ Նահանգների այս Հայաստանում բերվող գումարները կամ ներդրումային այդ հոսքերը կամ կազմակերպումը թրիպի շրջանակում, որ պիտի տեղի ունենա, նման պահանջներ չունի։ Այսինքն չբարթացնեմ խնդիրը, ուղղակի ասեմ նայեք համեմատության մեջ։ Հետևաբար այն քաղաքական ուժը, որը մեր ձևով էր անունը, հետո չգիտեմ դարձավ ուժեղ Հայաստան, չգիտեմ այդպիսի ինչքան Հայաստաններ կան, էլի, բարգավաճող, լուսավորվող, ես իմ ինչ լինող, հա, ասենք, այստեղ էլ նոր անուն հորինել չեն կարողանում, էլի։ Այս մարդկանց ֆանտազիան, անկախ նրանից ինչքան տեխնոլոգիա են բերել, բացի լավ կադր ընտրելուց ու մակիաժից ուրիշ բանի պիտանի չեն, ուրիշների վերցրածը վերցնեն, մի բառ մի անուն փոխեն, A5-ը դարձնեն 5-ը քայլ, ու այս կարգի բազմաթիվ բաներ։ Եվ այս համատեքստում իմ կարծիքով իրենք ոչ շանս, ոչ հեռանկար, ոչ ապագա ունեն, հետևաբար նաև այդ պատճառով էր, որ չեմ հետևել, որտեվ համոզված եմ, նաև պարտադիր է իմ համար, որ այս կարգի կուսակցությունները, ովքեր դրսից են ֆինանսավորվում, ովքեր իրենց գումարները աշխատել են արտերկրում, չպիտի գրանցվեն ու չպիտի ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունենան։ Տեսեք, արտերկրում, բացի Ռուսաստանից, էլի շատ մեծահարուստ հայեր կան։ Թվարկեն Վաչե Մանուկյանից սկսած մինչև Լուիս Սիմոն Մանուկյան եւ այս մարդիկ ինչի կուսակցություն չբացեցին այստեղ քաղաքական։ Իսկ ինչու չբացեցին եւ ինչու՞։ Որովհետեւ այդ երկրները նման ծորակները
ասենք օլիգարխներ եւ այլը չեն օգտագործում Հայաստանում քաղաքական ազդեցություն ձեռք բերելու համար, որտեղ այդ երկրները ցիվիլ երկրներ են, ժողովրդավար երկրներ են, որտեղ այդ երկրի մեծահարուստները կոմպրոմատային կախվածություն չունեն տվյալ երկրի իշխանությունից։ Իմ կարծիքով Սամվել Կարապետյանը Հայաստան չգալու ու քաղաքական հայտ չներկայացնելու տարբերակ ուղղակի չուներ։ Ինքը չուներ այդպիսի տարբերակ։ Ինքը չէր կարող այդ չան։ Այլապես Ռուսաստանում ընդունված կարգ է եւ բազմիցս տեսել ենք, որ ռուս բազմաթիվ օլիգարխներ բանտերում են, բանտարկվում են, ժամանակին ամենահարուստ օլիգարխը ռուս բանտարկվեց երկար տարիներ ու խաղից դուրս մնաց եւ բախտը բերեց իմիջայլոց իրեն, որ դեռ հիմի ողջ են, շատ շատերը սպանվեցին, պետական չինովնիկներ, որոնք մեծ հարստություններ ունեն, չգիտես ինչի, պարտադիր ինչ որ բարձրահարկ շենքի պատշգամբից վայր են ընկնում, ինքնասպան են լինում եւ այլը։ Ռուսաստանը կոմպրոմատների վրա աշխատող երկիր է եւ այդ կոմպրոմատների ազդեցությունն է տանում դրան ու իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ կոնկրետ Սամվել Կարապետյան ու իրան շատ մերձավոր մարդիկ շատ լավ հասկանում են, որ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովով իրենց չգրանցելը իրենց համար ամենալավ լուծումն է։ Դե իրենք կասեն բանը մնագավղաժայմի Վլադիմիր Վլադիմիրիչ ջան, էլի, մեզանից ինչ հասնում էր արեցինք։ Հիմի դուք պարտադրեք Նիկոլ Վովայևիչին թողմես գրանցի, որ չգրանցեց, այդ արդեն մեր մեղքը չի, եւ դրանով այն պարտադրանքը ինչ կա իրենց վրա, այդ պարտադրանքի տակից դուրս կգան։ Այսինքն ապահովագրում են այս կերպ։ Այսինքն այո, շատ սիրուն բառ մանեի գալիս չի գտնում, ապահովագրում են իրենց այս քայլով իմ կարծիքով, նաեւ իրենք ապահովագրում են Ռուսաստանի պատվերը չկատարելու մեջ։ Իսկ կադրային խնդիր էլ կա, պարոն Սարգսյան, ինչպես հասկանալ, այսինքն Ռուսաստանը այնուամենայնիվ այստեղ փորձելու է որոշ մարդկանց միջոցով այնուամենայնիվ գոնե խորհրդարանում ներկայացվածություն ունենալ։ Կադրային խնդիր ունեն այդ առումով, որովհետև օրերս երկրորդ նախագահն էլ ասուլիսի ժամանակ ասում էր, որ հարցումները ցույց են տալիս, որ եթե իր դեմքով ներկայանալ ամենամեծ ձայներն է բերելու, ապա ինքը պիտի գնա ընտրություններին, որքան էլ որ դա իրեն չի ուրախացնում։ Հիմա այստեղ էլ տեսնում ենք նույն խնդիրը, այսինքն ինչպես հասկանալ այս շրջանակների նման հայտարարությունները եւ այդ առաջադրումը, երբ որ արդեն տրամաբանությունը հակառակի մասին է հուշում, ինչպես դուք ասացիք, իրենք էլ են հասկանում, որ այդ ճանապարհով իրենք հաստատ խորհրդարան չեն հասնելու։ Նախ շատ մարդկային ու որպես ասենք ինչ որ ժամանակ քաղաքական չնայած հակադիր ճամբարներում միասին ճանապարհ անցած լինող մարդ Ռոբերտ Քոչարյանի մասով կասեի, որ իր հիմնական անհաջողությունները անկեղծության պակասի մեջ են։ Ինքը ուզում է, ինքը երազում է, իր ամբողջ նպատակը իշխանության հետ վերադառնալն է։ Ի տարբերություն Սամվել Կարապետյանի իրեն չեն պարտադրում, ինքն է իրեն մատուցում։ Նպատակը ո՞րն է իր դեպքում ո՞րն է նպատակը։ Նպատակը, գիտեք, քաղաքականությունը ու իշխանություն ունենալը թմրանյութի նման կախվածության մեջ է դնում մարդուն եւ մարդը չի կարողանում այդ ադրենալինը ինչը կա քաղաքականության ժամանակ իշխանություն ունենալու ժամանակ, երբ որ քո առաջ դռները բացում են, քեզ կարևորում են, քո քայլվածքն է փոխվում, քո խոսալու տոնը, ընտանիքում անգամ քո նկատմամբ վերաբերմունքն է փոխվում եւ այլը, ռոբ չեն ասում, ասում են Ռոբերտ Սետրակովիչ, այս կարոտախտը տանում է դրան եւ այստեղ ինքը անկեղծ չի, ինքը ուզում է։ Ինքը նաեւ փորձում է մնացածների ճանապարհը փակել, որ ես եմ առաջինը, եւ բնականաբար Ռուսաստանի նախագահը կգերադասեր բանակցել Ռոբերտ Քոչարյանի հետ, ոչ թե Սամվել Կարապետյանի։ Ես անուններ չտամ, բայց 2000 թվականին, երբ որ Ռուսաստանում մի ընդունելության ժամանակ, որտեղ արդեն Վլադիմիր Պուտինն էր նախագահ, հայ մեծահարուստներից մարդիկ կային, ուղղակի որ կանչեցինք, որ բաժակը չխկացնեն, այս մարդիկ գույները գցեցին ու դողում էին։ Այսինքն հայ օլիգարխը անհնար է որ Պուտինը պատկերացնի, որ ինքը բանակցում է Սամվել Կարապետյանի հետ Հայաստանի ինչ-որ բանով։ Այստեղ հայր ու որդի լավագույն դեպքում էլի, եթե բարեկամական կամք կկատարած այս հարաբերությունները, եթե հանկարծ չանես կպաջեմ կանգնեցնեմ, մոտավորապես այս սկզբունքն է լինելու, ուրիշ տարբերակ չի էլ կարող լինել, ուրիշ տեղ չես էլ կարող գնալ, առավել եւս որ գրեթե պատժամիջոցների տակ է։ Այսինքն ուժերի տակ դա է փաթեթավորվում։ Ռոբերտ Քոչարյանը
ուժեղի տակ դա է փաթեթավորում եւ կարծում եմ Ռուսաստանի նախագահի համար էլ գերադասելի է բանակցել Ռոբերտ Քոչարյանի հետ, որովհետեւ վերջի այդ լուսանկարներ են եւ այլ, ինչ որ Սամվել Կարապետյանի հետ լուսանկարված Ռոբերտ Քոչարյան ձեռ սեղմելով, այդքան էլ Պուտինի համար ձեռնատու չի։ Բայց Ռուսաստանը իմ տեղեկություններով կուրատորին Կիրիենկոին փոխել է, նոր մարդ է դրել, որը որոշակի ապարատային այլ աշխատանք է եւ փորձում են մաքսիմալ այստեղ անել, իսկ իրենց որոշումը հետեւյալն է. իրենք հասկանում են, որ ռուսական ազդեցության քվեն Հայաստանում 50 չի հասնում, 50 պլյուս չունի։ Հետևաբար իրենց խնդիրը հետեւյալն է. այդ քվեները ինչ ունեն Ռուսաստանը, ոչ մի քվե թույլ չտալ փոշիանալու։ Այսինքն այդ քվեներից այնպիսի միավորումներ ձևավորել, որ ռուսական ազդեցության քվե չփոշիանա, չմնա ընտրաշեմից դուրս։ Եվ անել մաքսիմումը, որ արևմտյան ազդեցություն ունեցող քվեները փոշիանան։ Այս մարտավարությունն է գլխավոր պլանի առումով։ Ու այս համատեքստում իրենք նախատեսում են գնալ 3 ճամբարով, մաքսիմումը 4։ Այսօր երևում է ճամբարներից երկուսը Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը եւ Գագիկ Ծառուկյանը։ Երբ որ Գագիկ Ծառուկյանի շուրջ սկսեց որոշակի համախմբում ձևավորել Նոյան տապանի տեսքով, այդ ժամանակ Ռուսաստանում ամենայն հավանականությամբ հետևություն արեց, որ Գագիկ Ծառուկյանը ու Սամվել Կարապետյանը մեղմ ասած քերում են այն ձայները, ինչ ունի Ռոբերտ Քոչարյանը։ Եվ այս պարագայում Ռոբերտ Քոչյանը 8% կարող է չհաղթահարել։ Այսինքն դաշինքի շեմը, իսկ Ռոբերտ Քոչյանը առանց դաշինքի չի կարող առաջադրվել, որտեղ ինքը կուսակցական չի։ Ու հույս ունեմ դիմում չի գրի դաշնակցություն ընդունվելու համար։ Կարծում եմ տեսբան կյանքում չի անի ինքը։ Ինչքան էլ դաշնակցությանը հարգում է, միևնույն է առեսօր դիմում չի գրել, թե ինչու թող դաշնակցությունը հարցնի, պատասխան ստանա, թե ինչի գաղափարները կիսելով այդ կուսակցության անդամ չի դառնում։ Եվ այս պարագայում Ռուսաստանը ենթադրենք Ռոբերտ Քոչյանը հավաքեր 7.2%, ու շեմը չհաղթահարեր, 7.2% ռուսական քվեից փոշիանում էր։ Եվ նաև այս համատեքստում է, որ այդտեղ այդ համախմբումը չստացվեց, պիտի փորձեն ինչ-որ առումով այն մարդիկ, ովքեր պիտի գնային Գագիկ Ծառուկյանի մոտ, այդ մարդկանց տեղափոխեն Ռոբերտ Քոչարյանի մոտ եւ այս կերպ, որ եթե հանկարծ փոշիացողը լինի 3-4%-ի սահմաններում փոշիանա, ոչ թե 6-7-ի համատեքստում։ Եվ այս առումով այո, իրենք կադրերի լայն ընտրություն չունեն, իրենք փորձեցին քաղաքական դաշտի ողջ ներկապնակը, նախկինում հիշում եք հազարու մի շարժումներ, լաոների եւ այլնի, որոնք արդյունք չտվեցին եւ մարդկանց քանակը մաքսիմումը 33,000-ից չանցավ հրապարակում, որը իշխանափոխության կամ համաժողովրդական էֆեկտ ստեղծեց, օգտագործելով նաև եկեղեցու հոգևորականների նրանց կոչերով եւ այլով, մտածելով, որ հայ առաքելական եկեղեցին մշտապես պետականության հիմնակար է եղել եւ այս առումով հայ ժողովուրդը չի կարող չհետևել նրանց կոչերին, երբ որ դա էլ չստացվեց, որոշեցին խնդիրը լուծել փողով։ Հիմի գտել են մարդ, ով փողով ուզում է իշխանություն գնել։ Կստացվի։ Ինչպես։ Կստացվի։ Իհարկե ոչ, 15 րոպե էի բացատրում, որ նույն պատմությունն է ինչ որ շորի։ Այսինքն ռուսները զգացել են, որ իրենք նույն փոცხի վրա երկրորդ անգամ են բարձրանում ու արդեն բարձրաձայնում են Լավրովի մակարդակով, որ մտածում ենք, որ Հայաստանում ընտրությունները կեղծվելու են եւ մոլդովական սցենարն է կրկնվելու, որտեղ եվրոպացիները 15 միլիոն փող են տվել։ Այն որ իրենք 165 միլիոն են դրել ու միլիարդատերին էլ բերել են, որ ամսական 6-7 միլիարդ հիմա ամսական 6-7 միլիարդ դրամի չափ իմ ունեցած տեղեկություններով գումար է ծախսում իր շտաբների եւ մարդկանց վրա, այսինքն 15-20 հազար դոլարի կարգի գումար։ Մարդկանց են մոբիլիզացնում, շտաբներ են բացում, ավտոբուսների վրա նկարներ են կպցնում, պտտվում են քաղաքներ, գյուղեր, մարդկանց հատարհատ կանչում են ու այդ ամեն ինչը անվճար չի։ Իդեպ հարցում էին արել, ըստ որի Սամվել Կարապետյանը 34% ձայն ուներ, Նիկոլ Փաշինյանը 33%։ Գիտեք, այդ հարցումները Հայաստանում շատ սատիրիկ պատմություն ունեն։ Լավագույն օրինակը Գելափի հարցումներ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան մրցակցության համատեքստում, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանին 2% էին տվել ընտրություններից առաջ Գելափը, իսկ Սերժ Սարգսյանին 50 քանիս։
Եվ երբ որ ընտրությունները եղավ ու առաջին հանրահավաքներ ու այդքան խախտումներից, այդքան ճնշումներից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամրագրեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը 22% է հավաքել։ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ սիրուն մի ելույթ ունեցավ, ասաց, որ սոցիոլոգիան մինչև 3%-ի խախտում է թույլատրում։ Հիմա Գելապը ինձ 2% էր տվել, իսկ ես հավաքել եմ 22%։ Ստեղից հետևությունը մեկն է։ Գելապը պիտի իր արած սոցիոլոգիական հարցման թուղթը ուտի։ Ուղիղ հարթակից է դա ասել։ Ու դրանից հետո անընդհատ այդ սոցիոլոգիական հարցումները 2021 թվականի սոցիոլոգիական հարցումը հիշում եք, սկզբից Նիկոլ Փաշինյանը բարձրեր, հետո կամաց Ռոբերտ Քոչարյանը հասնում է, վերջի հարցումներին արդեն Ռոբերտ Քոչարյանը 50+ էր եւ Նիկոլ Փաշինյանը չէր անց։ Այն դեպքում, որ եկավ Ռոբերտ Քոչարյանը 22% հավաքեց եւ Նիկոլ Փաշինյանը 50+1 հավաքեց։ Դրանից հետո էլ Գելապը ու այստեղի հարցում անող կազմակերպությունները պիտի հետևեն առաջին նախագահի այդ իմաստուն օրինակին ու այդ թուղթը ուտեն։ Հետևաբար այդ հարցումները ինչ ինտերնետում անում են, իրենց ֆեյքերին ասում են, մտեք պլյուս դրեք, թոմեր գիծը առաջ գնա։ Այս ծիծաղելի է, այս անհեթեթ է։ Այս աշխատում է այն մակարդակի վրա, ովքեր քաղաքականության մեջ չեն, ովքեր սոցիալական ծանր վիճակում են ապրում, որոնց խնդիրները իհարկե լուծել է պետք, որոնց ընդհանուր մակարդակը բարձրացնել է պետք կրթության եւ այլ ոլորտներում, դպրոցների եւ այլնի առումով լուրջ առաջընթաց տանելու համար, որտեղ նախկինում այդտեղ է լուրջ թերություններ ենք ունեցել, դրա համար այսօր, ասենք, այդ նման մեր ձևովների առաջարկները որոշակի մարդկանց մոտ ուղղակի օբյեկտիվորեն տեղ են գտնում, որտեղ մարդը մտածում է, այ տեսեք, իրենք ասում են 0 հարկ, իսկ ես փոքր բիզնես եմ, այդ ամսական ինձնից 15-20 հազար դրամ է տանում, իսկ այդ 15-20 հազար դրամը իմ համար փող է, գնամ տամ մեր ձևովին։ Իսկ իրականում, որ այդ պետության արմատներն է խարխրում, իրականում, որ այդ մարդը հետո արդեն չի կարողանալու ոչ անվճար բժշկական օգնությունից օգտվել, ոչ թոշակ ստանալ, որ դրա լուծման այլ տարբերակներ կան, ինչը մենք կառաջարկենք մեր A5 ծրագրում, որը թե այդ խնդիրը կլուծվի, թե այսօրվա բարդության խնդիրը կլուծի։ Այդ միանշանակ, բայց այն արածը թող ինձ ների Արտուր Բաղդասարյանը իսկապես, ասենք, հակադիր ճամբարներում ենք եղել, բայց մարդկային լավ հարաբերություններ մշտապես պահել եմ Արտուր Բաղդասարյանի հետ, ով առաջարկում էր ավանդների հետ վերադարձ։ Ինչքան Արտուր Բաղդասարյանը ավանդները հետ վերադարձրեց, այնքան էլ Սամվել Կարապետյանը իշխանության կգա ու փոքր բիզնեսի հարկն էլ կդարձնի 0։ Ժողովուրդ ջան, այս ամեն ինչը արվում է այդ մակարդակի համար, որը որևէ կապ չունի պետության հետ, որը իրենք իմ ընկերներից մեկը գրում էր, որ իրենք անդադ ասում են հայրենիք, չեն ասում պետություն, իսկ հայրենիք ունեն նաև փղերը, կապիկները եւ այլը, էլի կենթանիներն էլ հայրենիք ունեն իսկապես։ Մեզ պետքա պետություն ունենալ, էլի պիտի մտածել պետության մասին, այդ պետության քաղաքացու մասին։ Այդ ընդարձակ բառերը ազգ, հայրենիք եւ այլը, այս բառերի բովանդակությունը պետականություն ունենալու մեջ է։ Ցավոք պոպուլիզմի դաշտում է չի կիրառվում։ Իսկ պետության այդ համատեքստում, որ պիտի մտածենք պետության մասին, եւս մեկ նվաստացնող հայտարարություն, պարոն Սարգսյան ասում է, մեր վարչապետի տեխնացում պիտի աշխատի 1 դրամով, նաեւ նախարարները պիտի գումար չվերցնեն, մենք նրանց ծրարներով գումար կտա իր գրպանից Սամվել Կարապետյանը։ Սա արդյոք պետականամետ մտածելակերպ է կամ ինչպես իրենք են ներկայացնում հայրենասեր մտածելակերպ է։ Ի տարբերություն իրենց համագումարի, ես նայել եմ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը առաջին հանրային հեռուստատեսությանը եւ այդ հարցին ինքը շատ սիրուն պատասխանեց, ասեց, իսկ եթե վաղը փողոց դուրս գամ, ասեն այս կոստյումը քեզ որտեղից ինչ ասելու են Վաչե Մանուկյանն է առել։ Այս կոռուպցիա է, չէ՞։ Իսկ այդ դեպքում կնոջս շրջազգեստ ով է գնել։ Այդ 1 դրամով կնոջս շրջազգեստ եմ գնելու։ Թե մարտի 8-ին ծաղիկ։ Այս անհետեցություն է, ինչ իրենք ասում են։ Այս անհետեցությունը այս ծրարներով եւ այլ այս համակարգով իշխանություն աշխատեցնելու մեխանիզմը դա կոպիտ սխալ մեխանիզմ է։ Իրենք գնում են այն պոպուլիզմից, որ տեսեք իշխանությունները տալիս են հավելավճարներ, որոնց հետ իհարկե ես էլ համաձայն չեմ այդ թվերի, այդ քանակության ու տված աշխատանքի արդյունքի հետ։ Ես նորից պիտի կրկնեմ, ես արտադրության մարդ եմ, իմ համար վճարումը պիտի լինի ստացած ապրանքի արտադրանքի չափից,
իմ ժամանակ ցեմենտի գործարանում մարդը գիտեր ինչքան ցեմենտ է արտադրել, ըստ դրա ինքը հաշված գիտեր, թե իրեն ինչքան աշխատավարձ Եվ դրա համար ինքը թե իր տեխնիկական սարքավորումները, թե ամեն ինչը կա սարքին էր պահում, որ շատ արտադրի, շատ աշխատավարձ ստանա, այսինքն շահագրգռվածությունը այս համատեքստում պիտի լինի, ոչ թե որ տարին վերջանում է մի հատ 13-րդ տանկ, մի հատ այս տանկ, այս համակարգը ժողովրդի մոտ զայրույթ է առաջացնում, ու այդ կարգի պոպուլիստական կուսակցություններն էլ կամ ընդդիմադիր կոչվածներն էլ խնդիր ունեն, այդ ամեն ինչը շահարկելու, օգտագործելու մտնում են այդ դաշտ, ասում են մենք մի դրամն էլ գցում են, օդ բռնում են եւ այլը, Այս քաղաք տեխնոլոգների այս բանը կրկես է, բարձբունի մասով կրկես է, շատ հին անցած, նավտալինոտ, ցեցոտ, ինչ-որ բան, որը իմ կարծիքով լուրջ ազդեցություն ունենալ չի կարող։ Ընդհանրապես ի սկզբանե ես մտածում էի, որ այս մեր ձևով ապրելու երկրի նման բան է, որը նույն ձև են ժամանակ թպկահարում էին, տեսեք տեղերում գրավում են, հեսա գալու են, Երևան քաղաքում Մանեթ Հանդելյանին տալիս էին 25-28%, Արտակ Զեյնալյանին 2%, եկավ Երևան քաղաքի ընտրություններին, Մանեթ Հանդելյանը 1.5%-ը մի կերպ հաղթահարեց, Արտակ Զեյնալյանը 11.3% հաղթահարեց, այսինքն իրական քվեարկության արդյունքում, եթե անգամ քվեարկեն, իսկ ես համոզված եմ, որ իրենք չպիտի քվեարկվեն, եւ չեն քվեարկվելու, համոզված եմ ուղղակի, քանի որ պարոն Լավրովն էլ է համոզված, այնպես որ եթե դատու տալու լինեն, թող սկզբից պարոն Լավրովին տան, հետո ինձ կգնամ դատարան, խնդիր չի։ Դուք երկրորդն եք։ Ես ուղղակի երկրորդում եմ ռուսական այդ տեսակետը եւ իսկապես ասում եմ, որ մարդիկ ովքեր այդ թիմում են մեծամասամբ պատեհապաշտներ են, արդեն իրենց որոշակի պաշտոններ զգացողներ շատ լուրջ հիասթափվելու են, շատ ծանր են տանելու այդ։ Ես չեմ ուրախանում որևէ մեկի հիասթափությամբ։ Ուղղակի այդ մարդկանց էլ զգուշացնում եմ, որ տղեկի զուր է այդ բաները։ Դուք ուզում եք այդ տեղերն ունենաք, այդ պաշտոններն ունենաք, այդ փնտրեք ուրիշ տեղերում։ Այս կառույցը այդ հնարավորությունը չունի, կառույցի վերևում գիտեն, որ իրենք այդ հնարավորությունը չունեն։ Պարոն Սարգսյան, խոսենք նաև կարևոր իրադարձություններից նախ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը Ջեյ Դի Վենսը Հայաստանում էր, այցը պատմական որակեցին թե Վենսը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այդ առումով ինձ հետաքրքիր է նաև ձեր որակումները ու ձեր կարծիքը, մենք տեսանք, թե ինչպիսի լայն օրակարգի շուրջ համագործակցություն ստեղծվեց Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև, բայց այսօր ուզում եմ հատուկ անդրադառնանք թրիփին, որովհետեւ նույն այսպես կոչված ընդդիմադիր շրջանակները հաճախ թիրախավորում են թրիփը, որ գալիս է այսպես բացելու Հայաստանի թոքերը, թրիփը, որ ապաշրջափակելու մասին է, երկրորդ նախագահի ընկալմամբ դա մեծ ռիսկ է Հայաստանի համար, փակուղի է, իմ ձևով ուժից ամենատարբեր հայտարարություններ եղան, ընդդիմադիր որոշ շրջանակներ ասում են, որ թրիփը թուրքական եւ ադրբեջանական պրոյեկտ է, որպեսզի Ռուսաստանին տարածաշրջանից դուրս թողնեն եւ այստեղ կան իրենց ներկայությունը վերահաստատեն ամենատարբեր տեսակետներ հնչել են, պարոն Սարգսյան, ինձ հետաքրքիր է ձեր մոտեցումը, թե արդյոք թրիփով Հայաստանը ինչ է ստանում, դա տնտեսական շահ բերում է, թե չէ Հայաստանին, որովհետև նաև քիչ են խոսակցությունները, որ թրիփը ոչինչ չի տալիս, թե Հայաստանին, թե Միացյալ Նահանգներին, դա տնտեսական շահի մասին չէ, Միացյալ Նահանգներն էլ այստեղ գալիս է պարզապես որպեսզի Իրանին վերահսկի։ Հիմա այսքան տեսակետների մեջ ինչպես հասկանալ, թե որտեղ է իրականությունը։ Գիտեք, Թրիփի մասով ասեմ հետևյալը, որ երբ դեռ այդ ճանապարհը Թրամփի անունով չէր, ու անգամ որևէ մեկի մտքով չէր անցնում, որ դա կարող է Թրամփի անունով լինել, դրանից դեռ 6 ամիս առաջ ես հարցազրույց ունեմ տված, որտեղ ասում եմ, որ եթե ուզում ենք Զանգեզուրի միջանցք այդ բառակապակցության խնդիրը լուծենք, այդ խնդիրը լուծող միակ երկիրը Միացյալ Նահանգներն է, այն ժամանակ դեռ Բայդենն էր, որ Օրբրայնը հայտարարեց, որ մենք կլուծենք ուժով, եթե դուք փորձեք այդ ուժով լուծել, մենք այդ Միացյալ Նահանգները կօգտագործի իր ձեռքի տակ ունեցած ոչ չկա կազմը։ Այդ ժամանակից ես ասում եմ, որ այդ խնդրի լուծումը պիտի անի Միացյալ Նահանգները, հնարավոր է, որ դա լուծի միայն Միացյալ Նահանգները, որտեղ թե Ռուսաստանը, թե Թուրքիան, թե Ադրբեջանը խնդրի լուծումը տեսնում էին նոյեմբերի 9-ի 9-րդ կետով։ Այդպես էր տեսնում էր նաև Հայաստանի այդ ընդդիմադիր դաշտի ձեր թվարկած, ովքեր այսօր ասում են, որ այդ անօթաչուները Իրանի դեմ են, որ ամերիկան տեխնոլոգիաներ չունի։ Պատկերացնում եք, Ամերիկան աշխարհի ամենազարգացած տեխնոլոգիաների երկիրն է։ Ամերիկյան, այսպես ասեմ,
իրենց ձևով մոդուլային միջուկային կայանները 1955 թվականին առաջին անգամ տեղադրվել է ամերիկյան Սուզանավի վրա։ 58 թվականից այդ սերիական արտադրության է եղել։ Այսօր ամերիկյան Սուզանավերը եւ ամերիկյան ավիակիրները բոլորը մոդուլային իրենց ձևով, այսինքն իրենք մոդուլ են, որոնք տեղադրված են ավիակիրի վրա, որը դիզելային վառելիք չի վառում, բենզին չի վառում, այլ այդ ատոմային էներգիայով։ Իմիջիայլոց 70-ական թվականներից նաեւ Սովետական միության Սուզանավերն են անցել ատոմային էներգիայով գնալու։ Այստեղ ասել, որ Ամերիկան այդ տեխնոլոգիաները չունի եւ այլ, այս ուղղակի ծիծաղելի է։ Ամերիկան աշխարհի համար 1 տեխնոլոգիապես զարգացած երկիրն է։ Չինաստանի բոլոր ունեցած տեխնոլոգիական ձեռքբերումները եվրոպական ու ամերիկյան տեխնոլոգիաներից պատճենահանված են, եթե չասեմ գողացված։ Ներառյալ մեքենաշինության ոլորտը։ Այսօր աշխարհում, ասենք, չինական մեքենաներից ամենաշատ վաճառվող լիսյանք մեքենան, դրա շարժիչը BMW-ն է, բենզինային շարժիչը BMW-ն է, էլեկտրական շարժիչները, որոնք էլեկտրականությամբ ինքը հիբրիդային մեքենա է էլեկտրականությամբ, դրանք Siemens-ին են, այդ մեքենայի բարձրացնել, իջեցնելու եւ անիվների այդ ամբողջ խնդիրը անգլիական Land Rover ընկերությանն են, այնտեղ չինականը այդ կամերաներն են ու մեքենայի գույնը։ Այսինքն նույն չինական արտադրության հեռախոսները, դրանք կամ կորեականի կամ ամերիկյանի պատճենն են, ներկայացնել, որ Չինաստանը այ առաջ եւ այլը։ Այս մեղմ ասած ծիծաղելի է, մեղմ ասած անլուրջ է։ Նույնիսկ բանավեճի թեմա չի, որ Ռոբերտ Քոչյանի հետ այս թեման բանավիճ եմ, էլի։ Որովհետեւ լուրջ մարդ այս թեմայով չի գնալու բանավիճ։ Իդեպ նաև Զախարովան էր ասել, որ իրենց մտահոգում է, որ հայկական կողմը կարող է համագործակցել մոդուլային ատոմակայան կառուցելու առումով Միացյալ Նահանգների հետ, որովհետև ասում է այդ իմաստով շատ թույլ է Միացյալ Նահանգների տեխնոլոգիաները եւ անգամ Գալուզինն էլ հայտարարում էր, որ իրենց առաջարկին այլընտրանք չկա։ Գիտեք ինչ, Ռուսաստանի ու տեղի ընդդիմության խոսույթը իրարից չի տարբերվում եւ դա վաղուց փաստ է, բայց դա իրականության հետ բացարձակ կապ չունի, որովհետեւ թե տեղի ընդդիմությունը, թե Ռուսաստանը մնացել են երկրորդ համաշխարհայինից հետո ստորագրված փաստաթղթի ստվերի տակ։ Իրենք աշխարհը տեսնում են այդ համատեքստում, իսկ այդ համատեքստում Ռուսաստանը պիտի լինի առաջատար։ Այստեղ մի փոփոխություն է տեղի ունեցել, որ նույնիսկ մեր ձևով շարժումը, որ ռուսական համատեքստում է, ատոմակայանը չի առաջարկում ռուսական, առաջարկում է չինական։ Ինչի՞։ Այստեղ էր, որ Մարիա Զախարովան պիտի խոսեր ու ասեր, երբ որ Ռուսաստանը միջուկային տեխնոլոգիաներ ուներ, մեղմ ասած չինացիները շատ հեռու էին դրանից, դեռ հեծանիվ էին հորինում 3 ակնանի, էլի։ Եվ այսօրվա դրությամբ էլ իրական առումով, միջուկային տեխնոլոգիաների առումով Ռուսաստանը Չինաստանից առաջ է, ինչի են չինականն առաջարկում ու ռուսաստանը չեն առաջարկում։ Հա, որ առաջարկենք, ասենք, բա Թուրքիայում քանի տարի է սարքում են ու չեն ավարտել, չէ՞։ Այդ դրա համար չեն առաջարկում։ Այստեղ ամեն այս առաջարկությունների մեծ մասը մանիպուլյացիայի վրա է։ Եվ այդ մանիպուլյացիաների դաշտ մտնելն ու անընդհատ այդ դաշտին պատասխանելը անհեթեթ է։ Բայց վերադառնալով ձեր տված հարցին ասեմ, որ անմիջապես Թրամփի գալուց հետո, երբ որ խնդիրը սրվեց, ես ասացի, որ այդ ճանապարհը նորից պնդեցի, որ դրա լուծումը Միացյալ Նահանգների հետ է, անկախ նրանից դուք համարում եք, որ Միացյալ Նահանգներն այս տարածաշրջանը հետաքրքրում է թե չի հետաքրքրում, Թրամփին հետաքրքրում է քրիստոնեությունը, քիչ է հետաքրքրում ժողովրդավարությունը, այս ամեն ինչը օգտագործել է պետք ու այդ ճանապարհը տալ Միացյալ Նահանգներին, փորձել նրանցով լուծել։ Ու եթե պետք է Թրամփի, այսպես ասած, իրեն շողոքորթելու այդ հնարավորությունն օգտագործել ու ճանապարհն անվանել հենց իր անունով։ Այդ ես եմ ասել, որ ճանապարհը արժի անվանել իր անունով։ Այդ ժամանակ ոչ Միացյալ Նահանգների հարցազրույցը կա։ Մերոնց ասելու եմ հանեն դնեն համացանց։ Այսինքն այդ ժամանակ որևէ մեկը չէր մտածում, որ այդ ճանապարհը կբացվի, խնդիր կլուծվի եւ այլը կլինի, մի բան էլ անուն Թրամփի անունով դն։ Եթե հիշում եք Նիկոլ Փաշինյանի Միացյալ Նահանգներ այցելության այդ Իլհամ Ալիևի հետ ստորագրված փաստաթղթից առաջ ես ելույթ եմ ունենում ու ասում եմ լավ կլինի որ Նիկոլ Փաշինյանն առաջարկի Թրամփին Նոբելյան մրցանակ էլի նրա այդ զգացողությունը շոյելու առումով, որովհետև Էրդողանն ու Ալիևը միևնույն է առաջարկելու են։ Ու այնտեղ այդ առաջարկությունը առաջինը Նիկոլ Փաշինյանն անում է, լավ է թե վատ, իհարկե լավ է։ Ու այս համատեքստում, Թրիպի համատեքստում մեր եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության մոտեցումները համընկնում են ամբողջությամբ։
Ու այստեղ առաջանում է մի հարց. բա ձեր ու քաղաքացիական պայմանագրի տարբերությունը որտեղ է։ Ինչի պիտի մենք ձեզ քվետանք, չտանք քաղաքացիական պայմանագրին, առավել եւս որ դու գնալու եք խորհրդարան ու ձեր քվեները կոալիցիա կազմեք քաղաքացիական պայմանագրի հետ։ Այսինքն այդ նման բան ասող մարդիկ երբեք չեն ասում, որ ասենք ինչի են ուզում քվետալ ենթադրենք մեր ձևովին, որը խորհրդարան գնալով կամ այն մյուս ռուսական ազդեցության կուսակցություններ, որը խորհրդարան գնալով քվեարկելու է արևմտյան ուղղությանը դեմ միասնական է հանդես գալու այնպես ինչպես Գյումրիում ոչ մեկ չմեղադրեց, չէ՞, այնտեղ որ միացան։ Իսկ Երևանում որ միացանք, այդ մեղադրեցին, այսինքն հնին միացողները լավն են, նորին միացողները, այսօրվա վիճակը բարելավողներին միացնողները վատը։ Այս մարդիկ այս համատեքստում են, բայց ելի եմ ասում, կան մարդիկ, ովքեր ում անկեղծ է հետաքրքրում այս ամեն ինչը։ Ու այս ամեն ինչը ունի պատասխան։ Այո, մենք բազմաթիվ հարցերում, ներառյալ թրիպի հարցում ամբողջությամբ կիսում ենք քաղաքացիական պայմանագիր կուսակցության մոտեցումները։ Բայց եթե գա իրավիճակ, որ պիտի կոալիցիա ձևավորվի, կոալիցիա ձևավորվելու ժամանակ իհարկե մենք կնախընտրենք քաղաքացիական պայմանագիրը, քան ասենք Ռոբերտ Քոչարյանը, այս ակնհայտ է, մենք հնին հետ չենք վերադառնալու ու համարում ենք Երևանում մեր արածը դրական քայլ, որտեղ հակառակը ուրիշ քաղաքական զարգացումների էր բերելու ներքաղաքական կյանքում։ Եվ այստեղ ասում ենք, որ կոալիցիա կազմելու դեպքում մենք ունենք որոշակի պահանջներ, որը պարտադիր դնելու ենք։ Կասեք, պարոն Սարգսյան, ինչ նկատի ունեք։ Իհարկե, մենք ունենք գաղափարական առումով տարբերություններ քաղաքացիական պայմանագրից, եւ այդ գաղափարական հենքի վրա է, որ մենք ոչ թե կապրիզներ, այլ պահանջներ ենք դնելու, որը համարում ենք բխում է մեր երկրի շահերից։ Օրինակ ամենաէականն ու կարևորը ես համարում եմ սահմանադրությունը, որտեղ քաղաքացիական պայմանագիրը այս խորհրդարանական սահմանադրության կողմնակից է, իսկ մենք նախագահական կառավարման կողմնակից ենք։ Ու այստեղ այդ համակարգերի լավը կամ վատը լինելուց չի, այստեղ խնդիրը նրանում է, որ նախագահականի պարագայում գործող ուժը կամ նախագահան 2 ժամկետից ավել պաշտոնավարելու նույն մարդը իրավունք չունի, եւ երկու մարմին ընտրվում են համազոր քվեով նախագահը եւ խորհրդարանը եւ կարող են իրար փոխ լրացնել ու վերահսկել, խորհրդարանական համակարգում այդ հնարավորությունը չկա եւ դա նախագահական համակարգը լրացուցիչ հնարավորություն է տալիս, որպեսզի դու վերահսկես, այսպես ասեմ, կառավարության օլիգարխացումը կամքի դեպքում նախագահական կառավարման հնարավորությունը դրանում շատ մեծ է եւ նախագահական կառավարումը թույլ չի տա որ այդ քարավոր սանիկական, Սամվել Կարապետյանական եւ այլ այսպիսի բաները հետագայում հնարավորություն ունենան ու կրկնվեն։ Իսկ կրկնվելու դեպքում էլ 2 տարի հետո նոր նախագահի պարագայում այնպես ինչպես ասենք նույնիսկ սովետական միությունում, չգիտեմ, Ստալինից Խրուշչովին անցնելու, Խրուշչովից Բրեժնևին անցնելու պարագայում որոշակի թարմացում է գալիս։ Իսկ խորհրդարանականը կարող է անընդհատ նույն մարդը մնալ, այս իր թերությունն ունի եւ այս առումով մենք տարբերվում ենք, բայց երկրորդ լուրջ տարբերությունը դա արտաքին քաղաքական առումով ճիշտ է արևմտյան ուղեծրի վրա լինելը, բայց այստեղ գործողությունների ու քայլերի հերթականություն։ Մենք կոալիցիա կազմելու պարագայում ուղիղ դնելու ենք հարցը հրաժարվել ռուսական երկաթգծի ծառայություններից։ Այս իսկապես Հայաստանի ապագային միտված համարում եք հարցերից մեկն է։ Այս ռուսական կոնցեսիոն համաձայնագիրը, որը կա, որը լուրջ խնդիր է առաջացնում, այս համաձայնագրի համատեքստում Հայաստանը կորցնում է եւ վարչապետն էլ դա ասեց, ես չեմ կարող չսպասարկել Հայաստանի շահը, հետեւաբար սպասարկի։ Այն ինչպես ասենք Զվարթնոց օդանավակայանում ռուս սահմանապահներին ասեցի, դուրս եկեք, շնորհակալություն ձեզ։ Հիմա էլ պետք է ասել շնորհակալություն ու ձեզ հաջողություն։ Այդ ճանապարհը թրիպի հիմնական մաս է եւ այդ հայկական երկաթուղիները պիտի կառավարվի հայկական ընկերության կողմից։ Սա կոալիցիա կազմելու մեր կոնկրետ պայմաններից մեկն է, որով մենք տարբերվում ենք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։ Երրորդը մենք առաջարկում ենք ձևավորել 3 նախարարություն՝ ատոմային էներգետիկայի եւ էներգիայի, մշակույթի եւ սփյուռքի եւ գյուղատնտեսության ու ջրային ռեսուրսների եւ լրացուցիչ կառավարության կազմում ունենալ 1 փոխվարչապետի պաշտոն, որը կղեկավարի ԱՄՆ եւ Եվրոպայի հետ ստորագրած փաստաթղթերի իրականացումը։ Եւ այս նոր կառույցները, որը մենք պահանջում ենք, էս էլ կապրիչ չի։ Այս այդ համակարգերում կուտակված խնդիրների լուծմանն է եւ մեր ձևովն էլ ասում ենք, այդ մենք արդեն տարուց ավել է ես խոսում եմ գյուղնախարարությունից, մի շաբաթ առաջ իրանք նորից սկսեցին մեր
A5-ը դարձրեցին 5 քայլ, հիմա էլ գյուղատնտեսության նախարարությունն են խոսում։ Ու այս խնդիրը մենք դնում ենք ոչ թե նրա համար, որ ուզում եմ մեր կուսակցության անդամներին կամ իմ շրջապատի մարդկանց նախարար դարձնել կամ ես պաշտոն ունենալ, բացարձակ չունեմ այդ խնդիրը։ Այդ նախարարությունները անհրաժեշտ են եւ այդ ուզում եմ, որ այդ նախարարություններում հնարավորություն ունենանք կոալիցիոն համատեքստում քննարկել ու դնել այնպիսի մարդիկ, ովքեր իսկապես արհեստավարժ են, ովքեր այդ ոլորտներին տիրապետում են, ու կապ չունի իրենք որ կուսակցության անդամ են եղել։ Բացարձակ կապ չունի, ուղղակի պետք է բանիմաց մարդ ունենալ։ Եվ չորրորդ հիմնական ուղղությունը, որով մենք տարբերում ենք քաղաքացիական պայմանագրից, դա բանկային համակարգն է։ Տեսեք, մեր Հայաստանում ամենակիչ ռիսկեր կիսող կառույցը դա Հայաստանի բանկերն են։ Այսօր վարչապետը, ես որ քաղաքական կուսակցության ղեկավար եմ, ավելի շատ ռիսկեր եմ կիսում բոլոր առումներով, քան Հայաստանի բանկերը։ Բոլորը կարող են տուժել բացի բանկերից։ Հարկատուների ցուցակում տասնյակի մեջ 2-ը բանկեր են։ Հայաստանի բանկերը ընդհանուր առմամբ 1.2 միլիարդի գումարի շահույթ են ունեցել մի տարվա մեջ, այն դեպքում որ Հայաստանի բյուջեն 6-8 միլիարդ։ Այս անթույլատրելի բան է, այս խնդիրը պիտի լուծվի։ Հայաստանի իշխանությունները փորձեցին այդ խնդիրը լուծել անիվով, այսինքն բիզնեսի զարգացման նման տարբերակ տալով, դա լավ տարբերակ է, բայց ինքը կասկածների եւ այլնի կոռուպցիոն ռիսկների բազմաթիվ հնարավորություն է տալիս։ Մենք առաջարկում ենք այդ խնդիրը լուծել Հայաստանի զարգացման բիզնես բանկ ձևավորվելով, այնպես ինչպես EBRD-ն է։ Ասեմ, որ այդ ճանապարհով գնացել է Ֆրանսիան, այդ ճանապարհով գնացել է Գերմանիան, դրանից հետո, եթե այդ խնդիրը լուծվի, 2-3 տարի հետո Հայաստանի քաղաքացի կարող է հիպոթեկային վարկը վերցնել 4-ից 6%-ով, բիզնես վարկը 6-ից 8%-ով։ Սա ռեալ ճանապարհ է, սա փորձված ճանապարհ է, եւ մենք այս առաջարկություններն անելու ենք։ Պարոն Սարգսյան, ամփոփելով, տեսեք օրերս վարչապետը 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները որակեց որպես պատմաքաղաքական։ Արդյոք կիսում եք այդ տեսակետը եւ ինչով է պայմանավորված, որ 26 թվականի ընտրություններին այդքան մեծ կարեւորություն է տրվում եւ հատկապես այդ պատմաքաղաքական տեսանկյունից դա շատ այսպես կարեւոր է համարվում։ Ամենապարզ օրինակը որ բերեմ, կասեմ, պատկերացրեք, ասենք 90-ական կամ 80-ական թվականներին արտադրված ռուսական Volga մեքենա եւ ասենք 2000 թվականներից հետո 2020 թվականին արտադրված ամերիկյան Tesla մեքենա եւ որը էլեկտրոէներգիայով է եւ այլը, որը լիցքավորմամբ աշխատում է, որը ռոբոտացված է, ու դուք պիտի ընտրություն անեք, որն է գնում։ Հիմիկա քաղաքական թե, որը գերադասում է այդ Volga-ն գնել, գնալ նստել այդ Volga-ի մեջ, փողերը այդտեղ տալ, քանի որ այդտեղ էժան է, որ չեն պատկերացնում, որ այդտեղ կախվածությունը այնպեսին է լինելու, որ բացի այդ Volga-ից ուրիշ բան չես նստելու, արտադրած մեքենան էլ երազն է լինելու, իսկ այստեղ կարող ենք Volkswagen արտադրել, իմիջիայլոց մեքենաշինության մասին որևէ մեկը չի խոսում, Հայաստանը լուրջ մեքենաշինության հնարավորություն ունի, ֆրանսիական Renault հիմի գործում է Իրանում եւ Իրանում արտադրություններ ունի, բայց Իրանի այս վիճակները տանում են նրան, որ այնտեղ թե արտադրության ծավալը, թե գնումները պակասել են եւ Renault-ն նաեւ որոշակի առաջընթաց ունի էլեկտրոմոբիլների առումով եւ իրենք այդ էլեկտրոմոբիլների արտադրությունը արդեն չեն ուզում տանեն Չինաստան ու հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը լավ հարաբերություններ ունի Ֆրանսիայի նախագահի հետ եւ առաջիկայում Ֆրանսիայի նախագահն էլ գալու է, խնդրում հորդորում եմ Հայաստանի վարչապետին Ռենոյի էլեկտրոմոբիլների թեման պարտադիր բարձրացնել Էմանուել Մակրոնի հետ։ Խոստանամ նաեւ որ այսօր նամակով կգրեմ վարչապետին այս գաղափարի առումով, որտեղ երեք խորացել էի պարսիկ ընկերներից հետ, թե ինչ խնդիր կա իրենց ընդհանուր դաշտում։ Հետևաբար պիտի ասեմ, որ մենք պիտի ընդունենք նոր մոդելը, էլեկտրոմոդելների մոդելը, զարգացող աշխարհի մոդելը, թվային տեխնոլոգիաների մոդելը, չգնանք այն հինը, չնախընտրենք այդ հինը, այդ կոռումպացված, այդ օլիգարխիկ համակարգը մենք կանցել ենք։ Եվ մեր ժողովուրդը ոչ թե Սերժ Սարգսյանի անձն էր մերժում, այլ այդ օլիգարխիկ համակարգն էր մերժում, եւ Նիկոլ Փաշինյանի ասած այդ համատեքստն ունի իմ կարծիքով, իսկ եթե չունի, ես այդ համատեքստի կողմնակիցն եմ ու դա եմ կիսում։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Կհանդիպենք։